թվականները, հիմա դուք եկել եք դատարան, վեհափարն է դատարանի ներսում, ինչ կասեք, ինչու մեկ տարի անց բանը հասավ վեհափարին։ Նաև նշեմ, որ Մանուկյան եղավներ էր մեզ։ Այո, դա հայտարարակոր էր, որը թվում էր դաժան երազից ինչ-որ մի պատառիկ, որովհետև որևէ հայի մտքով չէր կարող անցնել, որ որևէ հայ, ոստիկան կամ ԱԾ-ի ծառայող որևէ հայի հրամանով կարող է հանդգնել, ներխուժել մայրաթոր, ներխուժել վեհարան և փորձել ուժ գործադրել հայ հոգևորականների դեմ և ուժով բերման ենթարկել։ Այսօրվա քաղաքական իշխանությունների կիսալուսնյակ կրած արշավանքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու և Վեհափար Հայրապետի դեմ պայմանավորված է մեր եկեղեցու ազգապահպան գործունեությամբ։ Հիշեցնեմ, որ այս ամեն ինչը սկսեց, երբ Վեհափար Հայրապետը և եկեղեցին մասնակցեցին շվեյցարական խաղաղության նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը Շվեյցարիայում, որը նվիրված էր Արցախ հայերի վերադարձի իրավունքին։ Եվ դրանից անմիջապես հետո Ալլահ շուքուր Փաշազադեն հայտարարեց, որ հայկական եկեղեցին ռևանշիստական կազմակերպություն է եւ դա փաստորեն հրաման հանդիսացավ Երևանի իշխանություններին արշավանքել եկեղեցին։ Որ խնդրեմ մի պայսիկ մեղադրանք Արքի գալստան ցավում են, բայց տեղ չկա։ Հեսա փոխն են Արսենը ռոսակների, փոթորիկների արշավանքներին կդիմանա եւ հաղթանակած դուրս կգա այս փորձությունների միջից։ Այսինքն ինչ-որ ժամանակում Նիկոլ Փաշինյանը անկրկելու է, դուք նման տպավորություն եք կամ կարծիք ունեք։ Ինչ-որ ժամանակ Որ ասում եք եկեղեցին վեհափարը կպայքարի, այսպես ասած, հրոսակների դեմ։ Դա ենթադրում է, որ Փաշինյանը պետք է ընկրկի, չէ՞, զիջի ինչ-որ տեղ։ ուժի արչեւ, ժողովրդի ուժի արչեւ ընկրկում են բոլորը։ Ենթադրաբար վստահ եմ, որ եթե լինի դիմադրություն եւ ժողովուրդը իր կամքը պարտադրի, ապա բոլորը կընկրկեն։ Պարոն Խաչատրյան, դիտարկում եք արդյոք ինչպես մեր մյուս բարձրաստիճան սրբազաններին մտցրեցին շենք ու ձերբակալեցին, հետո կալանավորեցին, դիտարկում եք նույնը վեհափարի հետ կարող է լինել, արդյոք այդպիսի սցենար կանխատեսում եք։ Հույս ունեմ, որ ոչ, մի տեսակ դող զգացի ձեր նկարագրած սցենարից, հույս ունեմ, որ ոչ։ Պարոն Խաչատրյան, դող չզգացի, երբ որ 2024 թվականի մարտավորապես արդյունավետի կողմի եւ Կարնիկ Դանիելյանի մասնակցությամբ սրբազան շարժում նախաձեռնեց եւ օրեր շարունակ հիշում ենք փողոցները լիքն էին մարդկանցով եւ պահանջում էին աշխարհիկ իշխանության, այսինքն Նիկոլ Փաշինյանի եւ կառավարող ուժի հրաժարականը։ Շատ է խոսում այն մասին, պարոն Խաչատրյան, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ այս դեպքում եկեղեցին միջամտում է, ներեցեք, պետությունը միջամտում է եկեղեցու ներքին գործերին։ Չեք կարծում, որ առաջին քայլը այդուհանդերձ եկեղեցին է արել, խախտելով սահմանադրական համապատասխան նորմերը։ Ոչ, եկեղեցին եւ պետությունը անջատ են, բայց դրանից չի հետևում, որ որևէ անհատ եկեղեցական իրավունք չունի հաստատական քաղաքացիական գործունեություն ծավալել։ Բագրատ Սրբազանը այո Տավուշի թեմի առաջնորդն էր, բայց Սրբազան շարժման օրերին ինքը պահպանելով արքեպիսկոպոսի կոչումը ամեն դեպքում եկեղեցական պաշտոն չէր զբաղեցնում։ Բագրատ Սրբազանը ներկայացնում էր իրեն, Բագրատ Սրբազանը եկեղեցու ներկայացուցիչը չէր եւ Սրբազան շարժումը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նախաձեռնած շարժումը չէր։ Այո, եկեղեցականներ մասնակցում էին, բայց դա չի նշանակում, որ դա եկեղեցին է եղել։ Կրկնում եմ, որևէ օրենք չի արգելում եկեղեցականին զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Թույլ եմ տալիս։ Երբ որ հարց
Ցնչետ Բագրատ arczepiskopos Գարստանյանին։ Արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը տեղյակ է ձեր գործունեությունից, ասած այս շարժումը նախաձեռնվել է վեհափառի գիտությամբ եւ օրհնությամբ։ Գիտության պահով նախաձեռնվել է։ Օրհնություն չի նշանակում, որ եկեղեցին դարձյալ մասնակցում է քաղաքական գործընթացներին։ Կաթողիկոսի գիտության եւ օրհնության arczepiskopos Ինքը տեղեկացրել է վեհափառ հայրապետին եւ սկսել է այս շարժումը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ մեր հայրենակիցներ։ Բայց կրկնում եմ, եկեղեցականի մասնակցությունը քաղաքական, քաղաքացիական որևէ գործընթացի որևէ օրենք չի խախտում։ Այդ Նիկոլ Փաշինյանի ներխուժումը եկեղեցական կյանք, դա սահմանադրության անմիջական եւ ուղղակի խախտում է։ Ես խնդրեմ մնացածներն էլ թույլ տանք էլ հնարավորության էլ Հաղթված իրավունքը վիճարկում է միակ այցանում դատարանում, ու սա համարվում է քաղաքական գործընթաց եւ եկեղեցիների գործերում միջանոց։ անկասկած դուք կարող եք նշել ուրիշ մի Եթե սա պետք է անի բանավեճ, ես պատասխանեմ բանավեճել։ Եթե կարծիքս եք հայտնում, ես ձեզ ուրիշ հարց տամ։ Կարող եք նշել արդյոք աշխարհում որևէ այլ եկեղեցի։ Պատկերացրեք Հռոմի Պապը կամ ուղղափառ պատրիարքը որևէ եկեղեցականի կարգալույծ անեն եւ դա գնար դատարան։ Նման բան չի եղել եւ դա բանականությանը եւ բարոյականությանը հակասում է։ Խաչատրյան գործող իշխանությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ասում է, որ սա ոչ թե եկեղեցու դեմ պայքար է, այլ անձերի 6 եպիսկոպոս եւ վեհափառ այս պահին գտնվում են դատական նիստերի դահլիճում։ Ինչ է սա, եթե ոչ եկեղեցու դեմ պայքար։ Սա եկեղեցու դեմ պայքար է։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է մասնակցում է մի կռապաշտական ծեսի, որը կատարում են կարգալույծ ինչ-որ մարդիկ, դա ինչ է, եթե ոչ հարձակում եկեղեցու դեմ։ Եթե վեհափառ հայրապետը չի հրավիրում ազգային ժողովի բացմանը, դա ինչ է, եթե ոչ եկեղեցու դեմ պայքար եւ եկեղեցի դերի նսեմացում։ Իշխանությունից ասում էին նիստը նախագահող պատգամավորը ով էր արգելել վեհափառը։ Ներողություն եմ խնդրում։ Ոչ, հրավիրվում է բացմանը մասնակցության իրավունք ունի, բայց պետք է հրավեր լինի։ Հասկանում եք, պատգամավորը կարող է գնա, որևէ կառավարության չեն, չէ, բայց չես կարող դուրը ծեծես, ասես այսօր եկել եմ։ Դա նշանակում է, որ այն կողմից պետք է լինի։ Չէ, ոչ։ Ես իրավունք ունեմ դառնալ վարչապետ, բայց չի նշանակում, այսօր դուրը պետք է ծեծեմ, ասեմ եկել եմ դառնամ։ Խաչատրյան, ինչ ակնկալիքներ ունեք այս դատարանից։ Ես հույս ունեմ, որ բանականությունը եւ պատասխանատվությունը պետության, ազգի եւ եկեղեցու հանդեպ կգերիշխեն քաղաքական պատվերին։ Պարոն Խաչատրյան, դուք հիմա փորձելու եք մասնակցել դատական։ Եթե դալիճում տեղ լինի, ուրեմն հեռակա ձեր հետ միասին արևի տակ։ Շատ